Եվ այսպես, ինչի մասին են իրականում բանակցություններ վարում Երևանը եւ Բաքուն։ Հարգելի հեռուստադիտողներ, փետրվարի 25-ին պաշտոնական Բաքուն արձագանքեց Հայաստանի կողմից ներկայացվող առաջարկներին խաղաղության պայմանագրի վերաբերյալ, ինչի մասին մենք տեղեկացանք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հաղորդագրությունից։ Արձանագրենք նաեւ հետեւյալը, որ նույն Արարատ Միրզոյանը դեռևս 2024 թվականի ավարտին դեկտեմբերին խոսում էր այն մասին, որ կողմերը արդեն իսկ համաձայնեցրել են 17 կետերից 15-ը, խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ը եւ բավարար անհրաժեշտ քաղաքական կամքի արկայության պայմաններում հնարավոր կլինի հասնել շուտափույթ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց Արարատ Միրզոյանի այդ հայտարարության պահին էլ Ադրբեջանը արդեն բավական տևական ժամանակ ինչ չէր արձագանքում հայկական կողմի առաջարկներին ու գլոբալ առումով մենք հասանք մի կետի, երբ որ 3 ամիս անց միայն վերջին փաստաթղթերի փոխանակումից հետո Ադրբեջանը արձագանքեց Երևանի առաջարկներին։ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր գոհ ազգային ժողովում ասում էր, դե տեսնում եք, իրենք արձագանքել են, ուստի գործընթացը կանգնած չէ, սա արդեն հաջողություն է, հա, իրենց համար գործընթացը կանգնած չէ եւ մենք հիմա էլ մեր առաջարկները պետք է ներկայացնենք։ Իրականում ադրբեջանցիները բավականին հետաքրքիր պահի են արձագանքում հայկական կողմի առաջարկներին։ Ինչով է այս պահը հետաքրքիր։ Հարգելի հեռուստադիտողներ, փետրվարի 21-ին Ադրբեջանի Մեջլիսի փոխխոսնակը ասում է հետևյալը, որ իրապես խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները առաջ են գնում, համաձայնեցված է 17 կետերից 15-ը, բայց կան կետեր, որոնք համաձայնեցված չեն եւ այդ կետերը վերաբերվում են Զանգեզուրի միջանցքին եւ Հայաստանում սահմանադրական փոփոխություններին։ Ճիշտ է, Ադրբեջանի Մեջլիսի փոխխոսնակի գործընկերը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը արձագանքում է ադրբեջանցի իր գործընկերոջը, բայց շատ հետաքրքիր կերպով է նա արձագանքում։ Տեսեք ինքը ինչ ասում, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների կոնտեքստում այս հարցերը չեն քննարկում, այսինքն նա չի հերքում, որ կողմերը այնուամենայնիվ բանակցություններ վարում են, որոնց շրջանակներում կա անդրադարձ եւ Զանգեզուրի միջանցքին կամ կոմունիկացիաների ապաշրջափակմանը եւ նաեւ կա անդրադարձ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններին։ Այստեղ է որ մեզ մոտ իրապես տրամաբանական եւ լեգիտիմ հարց է առաջ գալիս։ Ի վերջո Երևանը եւ Բաքուն ինչի մասին են բանակցություններ վարում։ Ինչ են ասում կողմերը սրա վերաբերյալ։ Տեսեք, նույն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս նախորդ տարվա տարեվերջին հայտարարում էր հետևյալը, որ կողմերը իրապես բանակցային գործընթացի շրջանակներում որոշակի առումով առաջ են շարժվել, կա համաձայնեցված 15 կետ, որոնցից 2-ը, բայց 2 կետը համաձայնեցված չեն եւ նա ասում է հետեւյալը, որ ի տարբերություն Ադրբեջանի փոխխոսնակին նա նշում է, որ այդ կետերը հետեւյալն են, որ երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին չպետք է լինեն, դա կարևոր կետերից մեկն է, որը դեռևս կողմերը չեն համաձայնեցրել եւ հաջորդ կետը, որը չեն համաձայնեցրել, վերաբերվում է միջազգային ատյաններից միմյանց նկատմամբ տարբեր հայցերի ետ կանչելն է։ Դրանից առաջ դեռևս 2023 թվականին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը ասել էր հետևյալը, որ կողմերը իրապես բանակցություններ են վարում եւ կա առաջընթաց այդ բանակցություններում, բայց որոշում է կայացվել կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող հարցերը թողնել ապագային։ Բայց հիմա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, երբ որ մեկնաբանում է պաշտոնական Բաքվի կողմից ստացված պատասխանը խաղաղության պայմանագրի հետ կապված, չգիտես ինչու ասում է հետեւյալը, որ դա ճիշտ է խաղաղության պայմանագրին իրենք արձագանքել են, բայց չեն արձագանքել հայկական կողմի առաջարկին ապաշրջափակման վերաբերյալ եւ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ։ Այսինքն մենք իրապես կարող ենք ստանալ մի իրավիճակ, երբ որ Ադրբեջանը կարձագանքի նույն կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերվող հայկական կողմի առաջարկին, բայց խաղաղության պայմանագիր հայկական կողմը չի ստանա։ Արձանագրենք հետևյալը, հստակ սա ֆիքսենք, որ բացի այսպես կոչված խաղաղության պայմանագրից 17 կետանոց խաղաղության պայմանագրից կողմերը քննարկում են բավականին մեծ փաթեթ այլ փաստաթղթերի, որոնց թվում կա նաև այսպես կոչված Զանգեզուրի
միջանցքը Հայաստանի իշխանությունները իհարկե այլ գնահատական են տալիս, այլ կերպ են այս ամեն ինչը մեկնաբանում, դա անվանում են կոմունիկացիաների ապաշրջափակում, բայց փաստը մնում է, փաստ, որ այդ կետը ներառված է բանակցություններում։ Իսկ եթե մենք մի փոքր ետ գնանք, մենք կհիշենք հետևյալը. ինչ էին ասում իշխանությունները, իրենց քարոզիչները, երբ որ Հայաստանը հանձնում էր Արցախի հանրապետությունը։ Իրենք ասում են հետևյալը. դե տեսեք, ճիշտ է, կա Հայաստանի հանրապետություն, կա Արցախի հանրապետություն, բայց այդ հանրապետությունները կապված են Լաչինի միջանցքով եւ ելնելով հենց Լաչինի միջանցքի արկայությունից Ադրբեջանը պահանջում է մեզանից, որ մենք իրենց տրամադրենք միջանցք Հայաստանի հանրապետության տարածքով, որի շնորհիվ իրենք կկապվեն Նախիջևանի հետ։ Այ եթե չլինի Լաչինի միջանցքը, դրանից հետո ադրբեջանցիները իրավունք չեն ունենա, լեգիտիմ հիմք չեն ունենա պահանջելու Զանգեզուրի միջանցք Հայաստանի հանրապետության տարածքով։ Սա հերթական ֆիասկոն է։ Ադրբեջանի կողմից հնչած պահանջները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հերթական ֆիասկոն է գրանցել։ Ադրբեջանցիները ստացել են Արցախը, բայց իրենք չեն հրաժարվում Հայաստանի հանրապետության տարածքով միջանցք ստանալու գաղափարից։ Սա իր հերթին նշանակում է, որ հերթական ֆիասկոն Նիկոլ Փաշինյանի արդեն կարող է շատ թանկ արժանանալ արդեն Հայաստանի հանրապետությանը։ Մտածեք այդ մասին։